Ադրբեջանը պահանջում է փոխել սահմանադրությունը, իրենք համաձայնում են եւ սա համարվում է Բայց հետո ասում են, բայց դա Ադրբեջանի պահանջով չի։ Իրանք վաղ կասեն մենք չենք էլ լսել, որ Ադրբեջանը այդպես բան է պահանջ, այսինքն ալիվը օրը մեջ քնում զարթնում ասում։ Սահմանադրություն պիտի փոխեք։ Մենք ասում ենք, չի կապ ունի, մենք ենք տենց որոշել։ Եթե երբ դուք տենց որոշեցիք, ո՞նց դուք տենց որոշեցիք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պիտի փոխվի կամ ո՞նց եք դուք պատրաստվում Հայաստանի բնակչության մեծամասնությանը ստիպել կամ համոզել հրաժարվել սեփական ինքնությունից, որովհետև դա ուզում եք դուք եւ Ալիևը։ Հակառակ դեպքում կլինի պատերազմ։ Ադրբեջանից հստակ ասվել էր ինչպես անեն այդ հանրաքվեն։ Տեսեք, այո, պատերազմը վախացնելու են ցանկացած պարագայում։ Չփոխեք սահմանադրություն, կլինի պատերազմ։ Չհրաժարվեք ձեր ինքնությունից, կլինի պատերազմ։ Չկրճատեք բանակը, կլինի պատերազմ։ Չբնակեցնեք Հայաստանի տարածքում ադրբեջանցիներին, կլինի պատերազմ։ Բնակեցնեք, կլինի պատերազմ։ Այսինքն ամեն տարբերակում մեզ միշտ սպառնալու են, որովհետև իրանք հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը այն վիճակի է հասցրել մեր հասարակությունը, այնքանը վարկաբեկել զինված ուժերը, բանակը, հայրենասիրությունը, հա, սեփական հողը պաշտպանելը եւ այլն, այն մակարդակի է հասցրել այդ ամեն ինչ ուժայիններին նվաստացումը, հա, այն մակարդակի է հասցրել պետության մեջ, որ պատերազմը իսկապես դարձել է վախենալու հասարակության համար, սարսափ է դարձել, որտեղ տեսել են այդ պատերազմի հետևանքները ներկա իշխանության օրոք։ Հետևաբար այո, դա միշտ օգտագործելու են որպես մահակ մեր հասարակության վրա ու դա անվերջ այսպես շարանա լինելու պահանջների։ Վաղամիսօր Նիկոլը կանգնելու է ասել, եթե ինձ չվերընտրեք 2026-ին, պատերազմ կլինի, ես չեմ զարմանա, եթե այդ խոսույթն էլ շուտով արդեն մտնի իշխանական քարոզչության բառամթերք, եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ 21-ին ինքը դա փորձարկեց, դա աշխատեց։ Ես հուսով եմ, որ 26-ին արդեն մեր հասարակությունը արթուն է ու կհասկանա, որ դա ծուղակ է, որովհետև վերընտրվելուց հետո մենք տեսանք ինչ եղավ։ Մենք ջերմուկի դեպքերը տեսանք, մենք Արցախի էթնիկ զտումները տեսանք եւ հայաթափումը, մենք տեսանք ինչա լինում Նիկոլի վերընտրվելուց հետո, լրիվ հակառակ։ Իր բոլոր թեզերը նախընտրական, որ ասում էր, ինքը անում է լրիվ հակառակ։